Սաղմոս 94-րդ Ով Տեր, ով վրեժ խնդրության Աստված, հայտնվիր։ Բարձրացիր, ով երկրի դատավոր, հատուցում տուր ամբարտավաններին։ Ով Տեր, ամբարիշտները մինչև երբ, ամբարիշտները մինչև երբ պիտի պարծենան։ Նրանք գոռոզ խոսքեր են բարբաջում և խոսում, պարծենում են բոլոր անօրենություն գործողները։ Տեր, նրանք ոտնակոխ են տալիս քո ժողովրդին և նեղություն են տալիս քո ժառանգությանը։ Սպանում են որբևայրուն ու պանդուխտին, կոտորում են որբերին և ասում. Տերը չի տեսնում, և Հակոբի Աստվածը չի իմանում։ Իմացեք, ով հիմարներ, որ ժողովրդի մեջ եք, և դուք, ով անմիտներ, երբ պիտի հասկանաք։ Միթե ականջը տնկողը չի լսի, կամ թե աչքը ստեղծողը չի տեսնի։ Միթե ազգերին խրատողը չի հանդիվանի, նա որ գիտություն է սովորեցնում մարդուն։ Տերը գիտի մարդկանց մտքերը, որ ունայն են։ Երանի այն մարդուն, որին դու ես խրատում, ով Տեր, և քո օրենքը սովորեցնում ես նրան, որ նրան հանգստացնես չարության օրերին, մինչև որ հոր փորվի ամբարիշտի համբար։ Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը, որ դատաստանը պիտի արդարություն դառնա, և բոլոր սրտով ուղիղները գնան նրա ետևից։ Ինձ հետ ով պիտի վեր կենա չարերի դեմ, ինձ հետ ով պիտի կանգնի նրանց դեմ, ովքեր անօրենություն են գործում։ Եթե Տերն օգնության չգար ինձ, քիչ պիտի մնար, որ իմ անձը լռության տեղում բնակվեր։ Եթե ասում եմ ոտքս դողդողում է, Տեր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։ Միթե քեզ հաղորդակից է անօրենության աթոռը, որ չարիք է նյութում հրամանի դեմ։ Նրանք հավաքվում են արդարի անձի դեմ և դատապարտում են անմեղի արյունը։ Բայց Տերը ապավեն է ինձ համար, իմ Աստվածն է և իմ հույսի բեմը, և նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց։ Մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։